Օրհնյալ լինի մեր Աստվածը, մեր Տիրոջը փառք լինի հավիտյան։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսին, փառք ենք տալիս, որ իր ողորմությունն ա եղել, որ իր ներկայության մեջ իր խոսքը լսենք։ Այսօրվա խոսքը, որ պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես եմ վերնագրել՝ դատաստան, ողորմություն, հավատք։ Ուզում եմ հիշեցնեմ Մատթեոս 23-րդ գլխից 23-րդ խոսքը։ Հիշում եք, Տեր Հիսուս Քրիստոսը 23-րդ գլխում Մատթեոս Տերը խոսում էր փարիսեցիների դպիրների հետ եւ խիստ հանդիմանում էր նրանց կեղծավորության համար։ Խիստ հանդիմանում են, որ նրանք իրենց տեսք են տվել, աստվածապաշտության կերպարանք են տվել, բայց իրականության մեջ ոնց որ լիքն են չարություններով լցված։ Եվ կեղծավորության մի ասենց ասած դրվագ մի կողմա ներկայացնում Տերը, այսպիսի խոսք ասում 23-րդ խոսքում, ասում է վայ ձեզ, դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի եւ սամիթի եւ չամանի 10-րդը տալիս եք եւ թողնում եք օրենքի ծանր բաները, դատաստանը եւ ողորմությունը եւ հավատքը։ Սա պետք էր անել եւ այն չթողնել։ Ինչու՞մն է Տերը բանանում մեղադրում նրանց, որ օրենքի պահանջներ կային եւ բաներ, որ նրանք ասենց ասած շատ այնց ավելի թեթև պահանջներ ոնց որ ասած եւ կային ծանր պահանջներ, որտեղ խոսում է օրենքի ծանր, հետաքրքիր է, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոսը հաճախ նկատած կլինեք ավելի շեշտադրված ու պահանջված լինելու համար որևէ մի բան, օրինակ ասում էր ճշմարիտ ասում եմ ձեզ։ Այսինքն երկու անգամ կրկնելով չէ այդ բառը, ստեղ էլ ծանր։ Այսինքն սրանք խիստ օրենքից առաջնորդված խիստ կարևոր պահանջված բաներ են։ Եվ խոսում է բաներ, որոնք շատ ավելի թեթև են, չի ասում, դրանք այն թեթևները պիտի թողնեք, պիտի չանեք, չէ, ասում է նրանք պիտի սրանք չթողնեիք անելը, սրանք էլ պիտի անեիք, որ պահանջում է։ Ինչն էր, ասում է ամենափոքր անգամ սերմերից, որ սերմ եք հավաքում, անանուխ, չաման, ասում է սամիտ, այդ դրա սերմերի 10-րդը տալիս եք։ Ոնց որ ցույց եք տալիս, թե մենք այնքան Աստծուն սիրող ու հնազանդ մարդիկ ենք, որ այն ամենափոքր պահանջն էլ չենք անտեսում եւ կատարում ենք։ Եթե եկամուտ ունենք, օրինակ սերմ ունենք, այդ սերմի 10-րդ մասը տալիս ենք։ Չաման, դրանք փոքր բաներ կլինեն, մեծ բան չի լինի, չէ՞, դրանք սերմունքներ են եւ ասում սրանք տանում եք, բայց շատ կարեւոր ու պահանջված բաներ զանց է կարել, ասում է։ Այդպես ասում, սա կեղծավորություն է։ Կեղծավորությունը, այո, որ սրանով ուզում են ցույց տան, թե իրոք Աստծուն սիրող մարդիկ են, նազանդ մարդիկ են, բայց իրականության մեջ հենց այդ ամենապահանջված բաները չանելը, զանցանելը ցտատալը, որ նրանք անարգել են Տիրոջը, Տիրոջ խոսքը։ Եվ ասում է, սա պետք էր անել եւ այն չթողնել։ Եվ այստեղ ուղղակի ես ուզում եմ ուշադրություն դարձնել այս խոսքի վրա, ասում է օրենքից պահանջված բաներ են, ծանր ու շատ ծանր, ինչը դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Եվ տեսնում ենք, որ սա ոնց որ ասած Աստծո պահանջն է եւ լուրջ պահանջներ են, որ մարդուց պահանջում է, որ մարդը ուղիղ լինի, ճիշտ լինի դատաստանների, դատերի մեջ, իրավունք անելու մեջ կխոսեմ սրա մասին եւ այն պահանջները, որ Աստված դրել է ողորմության հարցում, ողորմության մեջ եւ հավատքի հարցում։ Եվ հասկանում ենք նաեւ, որ Աստված նաեւ քննելու է մեզ եւ մենք Տիրոջ առաջին երբ որ կանգնենք, կնայենք Սուրբ Գրքից համարներ, որ հենց այս բաներով մենք քննվելու ենք, կշռվելու ենք եւ ըստ դրա էլ Աստված մեզ այո մեր գործերի պիտի վերաբերմունք ցույց տա դատաստանի օրումը։ Մենք գիտենք Սուրբ Գիրքը ասում է ամեն մարդ կդատվի ինչ իր գործերով։ Եվ նաև խոսում է որ ամենքս Քրիստոսի այցյանի առաջին կկանգնենք։ Այսինքն Աստված որոշել է ժամանակ է տվել մարդկությանը մեզ բոլորիս
եւ այս կյանքը մի հատ ժամանակաշրջանը հատված է, որում գործած բոլոր գործերի համար Տիրոջ առաջին պիտի կանգնեն։ Բնականաբար նա որ Տիրոջ հետ գործ ունի եւ Աստծո վախը ունի, գիտի որ այդ հավատումը, որ այդ օրը անխուսափելի է, անպայման պիտի լինի, ինքը անպայման հանդիպում է ունենալու դատաստանի օրումը, դատի տեղումը, այցյանումը Քրիստոսի հետ եւ պահանջվելու է իրենից, մարդը պիտի անհանգստություն ունենա։ Ինչ է սա նշանակում եւ Տերը ինչ պիտի իրենից պահանջի, որ ինքը ուշադիր գտնվի եւ ասենք ասած Տիրոջ ուզած վիճակի մեջ գտնվի։ Հետաքրքիր է նմանատիպ մի հատված կա նաեւ Միքայի մարգարության մեջ 6-րդ գլխի 6-8 խոսքերում, երբ որ տեսնում ենք այն խոսողը մի մարդ է, որը հասկանում է, որ ահա շուտով Տերը գալիս է եւ ինքը Տիրոջ առաջին է կանգնելու, դիմավորելու է իր բարձրալ Աստծուն, ինչպես գրված է, եւ մտածում է, ինչպես անի, որ ընդունելի լինի, ինչպես անի, որ չդատապարտվի, ինչ է պահանջում իրենից Տերը, որ դա անի, երբ որ Տերը գա, դրա մեջ իրեն գտնի։ Եվ կարդամ ասում է, ես ինչով դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ բարձրալ Աստծո առաջին, արդյոք դիմավորեմ նրան ողջակեզներով, 1 տարեկան որդերով, միթե Տերը կհաճի հազարավոր խոյերի կամ բյուրավոր յուղերի գետերի։ Արդյոք իմ անդրանիկը տա իբրև իմ հանցանքի պատարակ, իմ որովայնի պտուղը իբրև իմ անձի մեղքի զոհ։ Տեսեք, խոսում է նրա մասին, որ այո, Տերը գալիս է եւ ո՞նց անեմ, ինչ անեմ, հարց է ինքը իրեն տալում, էս անեմ, այն անեմ, զոհեր բերեմ, նվերներ տամ, պատարակներ տամ, անգամ ասում է իմ անդրանիկը, այսինքն իմ առաջի ծնվածը, որդին իբրև հանցանքի պատարակ, իմ որովայնի պտուղը բերեմ Տիրոջը, սա իմ անձի մեղքի համար։ Եվ 8-րդ խոսքում Տիրոջ պատասխանն է նրան, ով որ իհարկե այդ անհանգստությունը ունի։ Ասում է քեզ հայտնի է ով մարդ։ Նախ ասում է, հնես չի որ հարց ես տալիս չգիտես։ Նշանակում է գիտես։ Գիտես ուղղակի գուցե գիտենալով հանդերձ ինքը չի կանգ առել դրա վրա, ուշադրություն չի դարձրել, ոնց որ ասած այդ Աստծո պահանջի վրա, թե չէ Տերը չէր ասի, չգիտես, կասեր արի սովորեցնեմ, արի հասկացնեմ, իմանաս ինչ է քո Տեր Աստված քեզանից պահանջում, քեզ հայտնի է ով մարդ։ Շատ ժամանակ Աստված այո մեզ հայտնում է իր կամքը, իր պահանջները, բացահայտում է ոնց որ ասած այն ինչ որ կարևորված է իր աչքի առաջին, գնահատված, արժևորված է եւ մեզանից էլ ուզում է որ հատկապես դրա վրա ուշադիր լինենք եւ դրա մեջ բան ասենք ուղիղ լինենք Աստծո առաջին։ Ոնց որ ասած Սամիթի ու Չամանի ու եսիմ Փեգենիայի ոնց որ ասում այդ սերմուկների տասանորդները չլինեն միայն մեր ուշադրության կենտրոնում։ Դա տանք, բայց այն կարևոր գլխավոր բաները մեր ուշադրության առաջ, մեր աչքի առաջ լինեն, որ դրա մեջ լինենք։ Բայց մենք շատ հաճախ այդ փարիսեցիների նման կամ դպիրների նման գուցե այդ տասանորդի փոքր պահանջված բաներն ենք տալիս, այդ խորհրդով եմ էլի ասում, այսինքն ինչ որ մի բաներ ենք անում Աստծո առաջին եւ բավարարվում ենք, բայց այս ինչպես Տեր ասես, ծանր պահանջված բաները, որ շատ լուրջ բաներ են ու Տերը դրա վրա է ծանրանում, մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Եվ որովհետև ուշադրություն չենք դասում, դրա համար մտածում ենք ինչ անենք, ոնց անենք։ Գուցե մեր խշմտակներ մեզ տանջում է, ոնց դիմավորենք Տիրոջը։ Ոնց անենք, որ Տիրոջ առաջին, ոնց որ ասած, ընդունելի մարդն ենք։ Որն է իմ կյանքս, իմ կյանքից կա, ոնց որ ասած, այն կարևոր պահանջները Աստծուց կյանքից հետ կապված, որ ես դրա վրա աշխատեմ։ Ու քանի որ կենտրոնացել եմ այդ մանր, փոքր, մոքր բաների վրա, որ էլի Աստծուց են։ Դրանք նրանով ես չեմ անարգում, Տերն էլ չանարգի, ասես այնի պետք է չթողնենք, չէ, սա էլ ինչ պիտի անենք, անենք։ Քանի որ կենտրոնացած եմ դրա վրա, ես այն մեծ բաները չեմ էլ տեսնում, չեմ էլ ուշադրություն դարձնում։ Ու նաև բնականաբար ոնց որ ասած Աստծո հանդիմանության պատճառով խշմտանք էլ ունեմ։ Ոնց որ ես մարդ ասում եմ, ինչ անեմ, ոնց անեմ, էս անեմ, այն անեմ։ Եվ ասում եմ, քեզ հայտնի է ով մարդ, այսինքն ես արդեն հայտնել եմ քեզ։ Այնքան որ դու ուշադրի չես։ Հիմա Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք էլ նորից ոնց որ ասած, որպես Աստծո մոտ եկող մարդ, Տիրոջ հետ վարվող, Քրիստոսի հետ վարվող մարդ, ուշադրություն դարձնենք, որն է Տիրոջ պահանջը մարդուց։
Ինչպիսի մարդ ես պիտի լինեմ։ Եվ այստեղ ասում է, քեզ հայտնի է ով մարդ, թե ինչն է բարին եւ ինչ չէ ուզում Տերը քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Հենց կարևոր գլխավոր պահանջները նրա նման իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Այնտեղ էլ այսպես էր, չի ասում, եթե հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսը, որ պահանջում էր, թողել եք օրենքի ծանր բաները եւ որոնք են դրանք, խոսեց այսպես, չէ՞, դատ անելը, դատաստան անելը, դա իրավունք անելու հետ է բանանում, զուգակցվում ոնց որ ասած։ Մյուսը ողորմություն անելը եւ հավատքի գործերը, չէ՞, այստեղ էլ հենց հավատքով վարվել Աստծո առաջին, նշանակում խոնարհությունով նաեւ վարվել, այո։ Սրանք ոնց որ ասած շատ նման համարները, նման պահանջներով են։ Եվ էսա որ Տերը այո, սա մեզանից ուզում է, ժողովուրդ ջան։ Եվ սրանց հետ կապված, որ ուշադրություն եք դարձնում, անվանեց այս բաները, Տերը անվանեց օրենքի ծանր բաներ, օրենքի, իրավունքի հարցնել, ողորմության հարցնել, հավատքի հարցնել, մեկ ընդհանուր բանի մեջ ներկայացրեց, անունի տակ, օրենքի ծանր պահանջներ, անգամ ողորմություն անելն էլ օրենքի պահանջ է, հավատքի հարցն էլ օրենքի պահանջ է, գուցե շատ ժամանակ մենք կմտածենք, իրավունք անելը այո օրենքի պահանջ է, որովհետև օրենքը ասում է, չէ, օրինակ, միայն քո Տեր Աստծուն պաշտես, չգողանաս, չշնանաս, սրանք իրավունքներ են, որ մենք պիտի, ոնց որ ասած, իրականացնենք, Աստծո իրավունքը պահենք, մարդկանց իրավունք տանք, ճիշտ մոտենանք, ճիշտ դատեր անենք, սրա մեջ մտնում է նաև այո, ճիշտ դատերը անելը, տեղ կար Տեր Հիսուս Քրիստոսը նաև մեղադրում էր մարդկանց ինչի մեջ, հիշում եք, ասում էր, աչքի երևույթով դատ մի արեք, անգամ հանդիմանում էր, ասում էր, դուք ընես չի, որ քննելու կարողություն չունեք, երբ որ երկրի երեսը կարողանում եք քննել, օրինակ ասում է, երբ որ տենում եք արևմուտքում ամպերա կուտակված, դուք դա քննելով հասկանում եք, որ շուտով անձրև կգա, չէ, եւ էլի ինչ որ երևույթ, որ երկրի վրա կատարվում է, եւ դրանից բխելով հասկանում եք, որ շուտով օրինակ խորշակահար քամի կլինի տակ, այսպես, բայց ասում եմ երկրի երեսը եթե քննել գիտեք, ապա խիչ եք նույն ձևի, ոնց որ ասած քննում ու ձեր միջի արժանին ինչանում ընտրում, այսինքն Տերը իր համար էր խոսում։ Այդ ո՞նց է կարում եք երկրի երեսի բաներով քննել, հասկանալ, նշաններով հասկանալ, բայց հոգևոր նշաններով, գործերով, հրաշքներով, նշաններով, որի միջոցով կատարում է, խիչ եք կարում քննեք ու տենակ, որ ես են խոստացված Մեսիան, էս էր Տերը ասում։ Անկես գտնվեք։ Այսինքն իրավունք ես որ ասում եմ դատաստան անել, այդ նշանակում է ոչ թե մեկին պատժել, որտեղ դատաստանը Աստծունն է, գիտեք։ Այսինքն դատ անել, քննություն անել, ճիշտ քննություն անել եւ արժանին հատուցել։ Եթե մեկը, ասենց ասած, Աստծո մարդ է, որպես Աստծո մարդու պատիվ ու հարգանք ու հնազանդություն տալ։ Եթե մեկը ճիշտ է խոսում, եթե մեկի գործը արդար է, ասել արդար է, ճիշտ է խոսում։ Եթե մեկը սուտ է խոսում, մեկը խաբեբայ է, ասել խաբեբայ է, օրինակի համար։ Ճիշտ վերաբերմունք ցույց տալ, դատ անել։ Մենք չենք դատապարտում ու ասենց ասած, մեկը կարող ասի, բա գրված է մի դատիր, չէ, որ դատապարտի, դա ուրիշ բան է, դատվես մի դատապարտիր, որ չդատապարտվես։ Մենք հոգևոր մարդ լինելով, ընդհանրապես մարդ արարած լինելով, Աստված մեզ ստեղծել է քննելու, մտածելու, զանազանելու, չարը բարից ջոկելու եւ ճիշտ ընտրություն կատարելու, այսի դատ է նշանակում։ Այսինքն դատողությունից եկող բան, քո դատողություններով դու ուզում ես ոնց որ մեկ ուրիշ տեղ ասում է անարգը ինչ անես, պատվականից զատես, էսի դատ է նշանակում։ Դու ասում ես էսի անարգը, էս էլ պատվական է, բայց իրանց հանդիմանում էր ինչի մեջ, որ դատ չեք անում, ճիշտ չեք դատողություններիդ մեջը։ Հենց իր հետ կապված է Տերը նաև ասում, որ ինքը իր բազմաթիվ, ասենց ասած, գործեր էր իրականացնում, խոսքեր էր խոսում, որ ապացույց է, որ ինքը Աստծո մարդն է, Աստծո որդին է, որ նա Քրիստոսն է, բայց իրանք չէին ընդունում տենց էլ։ Ես սա իրանց համար ոնց որ
մի սխալ լուրջ սխալ էր, որ Տերը հանդիմանում էր։ Ձեր դատերի մեջ ինչու չեք դա ճիշտ դատ անում։ Թողել եք դատը։ Թողել եք ճիշտ քննությունը, լավ, դատ բառը փոխեմ, ասեմ քննությունը։ Մեզանից պահանջվելու է դրա համար։ Մարդիկ ասում են, չեն կարում հասկանանք, չեն կարում տեսնենք, չեն կարում զանազանենք։ Բայց Տերը պետք է սրանց նման հանդիման իրենց խիչ ես կարողանում։ Բայց կամ տարվա հոգևոր մարդ ես, Աստծո մարդ ես, քննել, Տերը մեզ աճեցնում է, սովորեցնում է, բարձրացնում է, հոգևոր sense ասած մտածելակերպ է զորացնում մեր մեջ, որ մենք մտածենք, տեսնենք երևույթը, նայենք ու քննենք, տեսնենք, հասկանանք, ինչն է Աստծուց, ինչը Աստծուց չի, ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ով է սխալ, ով է ճիշտ, ով է Աստծո մարդ, ով է Աստծո մարդ չի։ Էսա։ Եվ էսի շատ լուրջ բան է։ Եթե այս հարցում մարդը սխալում է, նշանակում է նա դատաստանի գործ է անում, որտեղ այս բաները, որ Տերը ասեց, մեղադրանք էր եւ դատաստանի համար, եթե մարդը տես մնա։ Եվ ընդ որում բնականաբար ստեղ իրավունքի հարցն էլ է, բարձ է։ Իրավունք արա, ճիշտ վարվի, մի զրկի, մի վնաս տուր։ Այս դրա մեջ էլ է մտնում իրավունք։ Եթե մեկը արդար է, դու իրավունք չունես իրան ասես մեղավոր է։ Եթե մեկը մեղավոր է, դու իրավունք չունես իրան ասես արդար է, դա իրավացի չի, ճիշտ չի։ Եվ այստեղ տեսնում ենք, իհարկե ես կարճ համառոտ խոսեմ, տեսնում ենք, որտեղ սրանց մասին կարելի է շատ երկար խոսալ։ Հաջորդ բանը պահանջը էր, չէ՞։ Ասում էր հավատքի հարցը։ Թողել եք հավատքը։ Հետաքրքիր է, չէ՞։ Ձեր մտքով կանցներ, որ հավատքը օրենքի ծանր բաներից է, այսինքն օրենքի, ոնց որ գրքերի պահանջներից է կարևոր։ Որ գիրքը պահանջում է մարդուց հավատք, օրենքը պահանջում է հավատք։ Եվ անհավատությունը նույնպես անիրավություն է, լավ իմացեք։ Հիշում եք Սուրբ Գիրքը ինչ որտեղ sense բան ասեց, ինչ որ հավատքից չէ, մեղք է։ Ինչ է ներկայացնում, ինչու է բանը անհավատությունը այդ որպես օրենքով պահանջված մի բան դառնում։ Աստծո նկատմամբ անհավատությունը բնականաբար ոչ թե ընդհանրապես։ Որտեվ ինչ է գրված օրինակի համար, ասում է միայն քո Տեր Աստծուն պաշտես, չէ, օրենքի պահանջն է, չէ։ Միայն քո Տեր Աստծուն պաշտես, միայն նրան երկրպագես։ Երկրպագության պաշտամունքի հատված մաս բաղկացուցիչ է համարվում Աստծուն հավատալը։ Դու Աստծուն հավատալով Աստծուն երկրպագություն ես մատուցում։ Դու Աստծուն հավատալով Աստծուն բարձրացնում ես, մեծարում ես, փառավորում ես, ասում ես դու ճիշտ ես, քո ասածը ճիշտ է։ Հազար հարցեր կան, որ գալիս են ասենց երևույթական, մարդկանց ասած, գիտություններ ու եսի միջ գալիս են, ուզում են քեզ ասեն, չէ, Աստված սխալ է ասում, դու էսա ճիշտը։ Դու ասում ես ոչ, ես հավատում եմ Աստծուն։ Ես հավատում եմ նրա խոսքին։ Այսինքն էսի երկրպագություն է, ժողովուրդ ջան։ Հավատալը երկրպագության մաս է։ Դու բարձրացնում, փառավորում ես, մեծարում ես Աստծուն քո հավատքով։ Իսկ անհավատությունը մեծ մեղք է, առաջի Հովանու 5-րդ գլուխը կարդացեք, ասում է, նա որ Աստծուն չի հավատում, որ վկայեց իր որդու մասին։ Էսի ամենալուրջ մեղքերից մեկը, ասում է, նա ստախոս է արել Աստծուն։ Այսինքն խախտվում է հենց նաև այս պատվիրանը։ Միայն քո Տեր Աստծուն ինչ արա, երկրպագի։ Նա որ Աստծուն չի հավատում, Աստծուն ինքնըստինքյան, առանց իր բերանի խոսքով, բայց ինքնաբերաբար է ստացում։ Ասում է դու սուտ ես խոսում, ով Աստված, նա երկրպագություն չի ել Աստծուն։ Իսի խոնարհվել, հնազանդվել, փառավորել չի Աստծուն։ Իսի անարգել է Աստծուն։ Եվ Տեր ասում է, հավատքը թողել եք այս մարդկանց։ Դուք Աստծուն չեք հավատում։ Եվ բնականաբար թողած հավատ մարդու կյանքում էլ պտուղներ պետք է երևա անհավատության պտուղներ։ Եվ տեսնում ենք, որ այո, սա մի կարևոր պահանջ է մարդուց, որ պահանջվում է հավատքի հարցը, հավատալ Տիրոջը, հավատալ Աստծո խոսքին։ Իհարկե մեկը շատերը ասում են, հավատում ենք, բայց իրականության մեջ պիտի իրանց
ոնց որ եթե անկես գտնվեն, կտենան, հավատում են թե չէ։ Իմանալը, տեղեկացված լինելը ուրիշ բան է, հավատալը ուրիշ բան է։ Մտքիդ մեջ պիտի լինի Աստծո խոսքը, բայց նաև սրտիդ մեջ պիտի լինի։ Ոնց որ ասած, քո համոզմունքը, վստահությունը, քո ընտրությունը եւ քո ընտրությունից բխած քո ամենօրվա կյանքը, առօրյադ հավատքից է արդարը ապրում, չէ՞ գրված է, այսինքն նա ապրում է իր հավատքից, ինչ ընտրել է, ինչ հոժարվել է, ինչի հետ համաձայնվել է, ինչ իր համար որպես վերջնական ճշմարտություն է եւ իր կյանքի ուղի է դարձրել, այտենց էլ ապրում է արդարը։ Իսկ եթե իր գործերի մեջ չերևն, որ ասենք ասած հնազանդություն կա եւ Աստծո ուզածն է անում, ցույց է տալու, որ ինքը հավատք էլ չունի, որտեվ արդարը հավատքից է ապրում։ Եթե իր արդարություն չի անում, ուրեմն ինքը հավատքից չի ապրում, չունի հավատք։ Եվ սրա համար պահանջ պիտի լինի Աստծոց, այո, այս անարգության համար, որ Աստծուն անարգում են եւ չեն հավատում, Աստծուն չեն հավատում, Աստծո ուղարկածին, Աստծո վկայությանը։ Սա էլ այո, մեծ մեղք է եւ հիմնականում նաեւ Տերը իրեն համար էր ասում, որ հենց իրեն չեն հավատում։ Հիշում եք, ասում է Սուրբ Հոգին, որ գա եւ գործ ունի աշխարհի մեջ անհավատներ, չհավատացողների հետ եւ գործ ունի հավատացյալների կյանքում։ Ու երկու դեպքում էլ հավատքի հարցը բան անում, շեշտադրված է։ Ասում է պիտի հանդիմանի աշխարհին, ինչի համար, մեղքի համար, ինչ արդարության համար եւ դատաստանի համար, չէ՞։ Արդարության համար, որ ես հոր մոտ եմ գնում, մեղքի համար, որ ինձ չհավատացին։ Պիտի հանդիմանի չհավատալու համար Տիրոջը։ Սա է, որ մեզ էլ պիտի հանդիմանի Աստծո Հոգին, որ Աստծուն չենք հավատում։ Ոչ միայն Աստծուն չենք հավատում, Աստծո ուղարկվածներին չենք հավատում։ Հիշեք, Հիսուսը ներկայացավ որպես Աստված, բայց ավելի շատ ներկայացավ որպես Աստծուց ուղարկված։ Ինքը էսի շատ կարևորեց։ Ինքը Աստված էր, բայց նաև Աստծուց ուղարկված։ Ինքը բազմաթիվ անգամ ասում է Աստծուց եմ ուղարկված։ Խեմ է սա ասում, որ չհավատացին Աստծո ուղարկածին Քրիստոսին, այսօր չեն հավատում նաև Քրիստոսի ուղարկվածներին, Աստծո ծառաներին։ Սրա համար պիտի հանդիմանի Տերը։ Մենակ ոչ թե ուղակի չեն հավատում Աստծուն, այլ չեն հավատում Աստծո ծառաներին։ Ու հանդիմանում էլ է։ Դուք լսել եք շատ հայտնություններ Տիրոջից, որ ստուգված հաստատված է, որ Տերը հանդիմանում է բացարձակ ոչ թե միայն իրեն չնազանդվելու համար, այլ իր ծառաներին չնազանդվելու, չհավատալու համար։ Տերը ասում է, մարգարեություններ եմ խոսում, չեն լսում, չեն հավատում։ Իմ ծառաներին չեն հավատում։ Այսինքն հանդիմանում է նաև ոչ միայն իրան չհավատալու, այլ իր ծառաներին։ Սա էլ է հարց, այո։ Սա էլ բանը, մեղքի պատճառը։ Եվ անգամ բանի մեջ որ ասում է, աշխարհի մեջ բացի Սուրբ Հոգին պիտի գործի, ասում է երկրի վրա նաև ավելի իր ժողովրդի, չէ, Աստծո ժողովրդի մեջ։ Եվ այնտեղ էլ ասում է ինչ պիտի անի։ Պիտի փառավորել տա Քրիստոսին, այսինքն պիտի ժողովրդի մեջ ճանաչեցնի Քրիստոսին եւ Քրիստոսի ճանաչողությամբ Քրիստոսի վրա եղած հավատքը ժողովրդի մեծացնի։ Էսա գործում։ Նկատում եք ինչի համար է Սուրբ Հոգին ուղարկված, այո, որ հավատքի հարց լուծի, հանդիմանի աշխարհին, իսկ մեծ աճեցնի Աստծո ժողովրդին Քրիստոսի ճանաչողության, այսինքն Քրիստոսին հավատալու մեջ։ Եվ վերջապես երրորդ բանը, որ խոսվեց, ողորմության, չէ՞ մասին խոսվեց, մենք շատ ժամանակ ուշադիր ենք, որ հանկարծ դատաստանին արժանի գործեր չանենք եւ հիմնականում մեր ոնց է ուշադրությունը կենտրոնացվում է չգողանանք, սուտ չխոսանք, չանպատվենք, չչարախոսենք, չբամփասենք, չանելը կարծես տեսես բաներ։ Բայց տեղեր կա Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ Հիսուս Քրիստոսը եկավ, հիշում եք Մատթեոս ավետարանում 25-ից 25-ի 31-ից 46-ում Հիսուսը եկավ, ասում է, երբ որ գա ներկայացում է թե ինչպես պիտի լինի, ասում է ազգերը պիտի կանգնեցնի, չէ, հավաքի իր մոտ, ոմանց իր աջ կողմը պիտի կանգնեցնի, ոմանց իր ձախ կողմը, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներին, այծերին, եւ ասում է պիտի աջ կողմը կանգնածներին ասի, եկեք իմ հոր օրհնվածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված օրհնությունը, որովհետեւ ինչ էր, ես սոված էի ինձ հաց տվեցիք, ծարավ էի ջուր տվեցիք,
հիվանդեի, եկաք տեսակցության, բանտումեի այցելեցիք, չէ, այսինքն կարիքի մեջ էի, դժվարության մեջ էի, ողորմած գտնվեցիք, բարի գտնվեցիք, գթառատ գտնվեցիք, ձեռք մեկնող եղաք, հաղորդ եղաք իմ վիճակին, անտարբեր չգտնվեցիք։ Ասում եկեք վայելեք աշխարհի սկզբից ձեր համար պատրաստված այս օրհնությունը։ Իսկ նրանք հիշում եք պատասխանեցին, ասացին Տեր, երբ քեզ այդպես տեսանք, որտեվ նրանք ում որ ասում է շատերը հենց ուղակի հենց Հիսուսին այդ վիճակի մեջ չէին տեսել, անգամ Հիսուսին գուցե չէին էլ տեսել, որտեվ ասենք առաջի դարում չէին ապրեցվել։ Ասեց իմ անունով չէ փոքրերից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Մյուսներն էլ ասում է ինձանից հեռու գնացեք, չէ։ Ով անիրավները, բանը ձեզ Կրակով եւ դատաստանի տեղը Կրակով ծծմբով պատրաստված լիճը, որ սատանայի համար էր պատրաստված եւ խոսում է, որովհետեւ նորից նույն պատճառը բերում է, որովհետեւ սոված էի, ծարավ էի, բանտում էի, հիվանդ էի, ինձ չայցելեցիք, տեսակցության չեկաք, ձեռք չմեկնեցիք։ Եվ հետաքրքիր է, երբ որ վերջանում է հատվածը այս հատվածի, ասում է եւ արդարները կգնան դեպի հավիտենական կյանք, իսկ այդ մեղավորները հավիտենական տանջան։ Այսինքն այդ ողորմություն անելը, այդ բարություն անելը, ձեռք մեկնելը, Քրիստոսի անունով մարդկանց օրհնություն օրհնելը, ասենք ասած, այդ բարի գործերի ընդհանրացում այսպես եղավ, արդարները կգնան, նրանք այսի արդարության նշան է։ Դրա համար որ օրենքի պահանջը, օրենքն էլ արդարության չափանիշն է, հետաբար ողորմությունն էլ է մտնում դրա մեջ, այսինքն իրավացի, արդարացի պահանջներ կա, որ Աստված ասում է, արա, այնտեղ պահանջներ կա, որ ասում է, չանես հանգարց, այս չարությունը, այն չարությունը, այն չարությունը, բայց կա նաև իրավացի, արդարացի պահանջներ, որ պետք է ասում է, արա, այսինքն չի թողնում մեզ, ինչպես օրենքը չի թողնում մեր հայացողության այս առումով, որ խորհրդատվական մի հատ հեղինակությունն, այսինքն սենց էլի, խորհուրդ եմ տալիս մի գողացի, դες բան չի ասում, մի գողացի, կգողանաս կդատեմ, պարտական ես, օրենքի պահանջը տենց է, այստեղ էլ ասում, պարտական ես, ուրիշ տեղ ասում, որ բարին գիտի չի անում, ինչա, մեղքը, Հակոբոսը ասում է, ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ, բայց անողորմների համար անողորմ էլ դատաստան է լինելու։ Տեր Հիսուս Քրիստոս ասեց, երանի ողորմածներին, որ ինչ, նրանք ողորմություն կգտնեն։ Ողորմած չեղար, ողորմություն չես գտնի հակառակ կողմը։ Այսինքն պահանջ է իրոք, որ ասում օրենքի ծանր բաները պահանջված բան է, ոչ թե մեր հայացողության թողած։ Կարող կուզեմ կանեմ, կուզեմ չեմ անի, կարծես թե, չէ, պիտի անես։ Պահանջ իրավացի է, արդար է, բարի է, ճիշտ է, վերջ, Աստված սիրում է արդարությունը, բարությունը, իրավունքը եւ այդ պահանջը նաեւ մեզանից պահանջում է։ Գուցե շատ տեղերում մենք բաց ենք թողել ողորմություն անելը, բարություն անելը, ձեռք մեկնելը, բայց շատ ուշադիր ենք, որ անկար սուտ չխոսան, գողություն չանենք, լավ ես անում, որ էդի ուշադիր ես, բայց այս չափանիշներն է դրվելու Աստծո մոտ։ Երբ որ մենք կանգնենք նրա առաջին, ինչպես պատմությունն է ներկայացնում։ Եվ հետաքրքիր է ասում, ասենք Ռոմեացիս 13-րդ գլուխի համարը կարդամ ու մենք աղոթ կանենք։ 13-րդ գլխի 7-ից 10 խոսքերը։ Ասում է, ուրեմն ամենին վճարեցեք եղած պարտքը։ Ում որ հարկ է, հարկ պարտքեք, հարկ, ում որ մաքս, ում որ վախ, ում որ պատիվ։ Ասում է, վճարեք, եթե պարտքեք, պետք է պարտքները տաք։ 8-րդը, ոչով ոչնչի պարտական չմնաք, այսինքն վճարեք անպայման։ Բացի ինչ իրար սիրելուց, որովհետև ընկերին սիրողը օրենքը կատարել է։ Վասնզի այն մի շնանար, մի սպանիր, մի գողացիր, մի սուտ վկայիր եւ մի ցանկացիր, ուրիշ ինչ պատվիրանել որ կա, այս խոսքում է բովանդակում, քո ընկերին սիրիր, քո անձի պես։ Սերը իր ընկերին չար չի անի, ուրեմն օրենքի լրումը սերն է։ Այսինքն այդ ասած ասած սերը, սիրո գործ, ողորմածներ շարունակում սիրո գործ ունեն։ Այսինքն ներկայացվեց այստեղ ինչ պարտական լինելու մասին, պարտքես պիտի անես։ Ու ասում է, պարտք մի մնա, բայց այսպեսի բան ասում։ Սիրո գործը մի հատ անես գործա, որ դու մշտապ ինչ էլ անես, այդ պարտքը չի փակվում։
Այսինքն միշտ պետք է փակես։ Հարկ է օրինակի համար, այս հարկ եմ դրե, հարկ ենք մուծում։ Էլ չեմ պահանջում, որտեղ փակվար, վերջ։ Եվ այլ, բայց ասում եմ, ոչ մեկի պարտական մի մնացեք, բացի իրար սիրելուց։ Այսինքն ինչքան էլ ոչ թե տեղ ասում եմ պարտական չես արդեն, չէ, բայց ինչքան էլ անես չես կարող ասես, վերջ, ես իմ բանը պահանջված ինձանից արեցի, էլ անելու բան չունեմ, չէ։ Հա, ինչքան այդ հարց առաջացա, դու պարտական ես անել։ Ողորմության, սիրո, բարության գործը։ Եվ հիշեք, որ Աստված մեզ հաստատել է Քրիստոսով, ավետանել մեզ խրատում է, դասիրակում է, կրթում է, որ մեզ ձևավորի որպես Աստծո մարդ, որ կարդում ես էս ասում, բազմաթիվ տեղ, որ մենք ամեն բարի գործին պատրաստ մարդ լինենք։ Բարի գործ անելու մարդ լինենք։ Ոչ թե կանչելա մենք մեզ ձև տանք, աստվածապաշտության կերպարանք տանք, մեզի լավ հենց ասած խոսքեր գիտենք, Աստծո խոսք, ես իմ հավաքույթ են գնում, երգեր գիտենք, եթե դու բարի գործերի չես պատրաստ, դրանք ամենը նրա համար են, որ դու բարի գործերի պատրաստված մարդ լինես։ Լկարտացեք Տիմոթեոս թուղթ ասում է, ամեն գիրք Աստվածաշունչ է, ասում է բոլոր գրքերը Աստծաշունչով են։ Եվ խոսում է այդ գրքերով ինչ ակատամ, խրատ, հանդիմանություն, ուսուցում, կրթություն, արդարության ուղղվածություն, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերին պատրաստված։ Քեզ Աստված պատրաստում է բարի մարդ լինես, ճիշտ մարդ լինես, արդար մարդ լինես, իրավունք ու արդարություն պահելու հետ միասին նաև խղճով, գթառած, ձեռք մեկնող, օգնող, ողորմած, սիրող մարդ լինես։ Եվ ես ասում, այո, ողորմությունը թողել եք, ասում էր բանին, փարիսեցիներին եւ դպիրներին Տերը, ով կեղծավոր մարդիկ։ Շատ տես կտակ ձեզ որպես Աստծո մարդ եք, բայց ողորմած չեք, անողորմ, անխիղճ։ Ու դա երևում էր, էլի հիշում եք, Տերը գնում էր 30 քանի տարվա, 8 տարվա հիվանդին էր բուժում։ Կամ սատանայից բռնված մեկին ազատում էր, շաբաթ օր էր գործը, Տիրոջը դնում մեղադրում են, էլ չեն ասում, այս մարդը 40 տարի համարյա տանջվել է։ Փառք ասում, վերջապես այս տանջանքից ազատվեց։ Այդ մարդու վիճակի մեջ չեն մտնում, 4 ցամաք դնում են շաբաթ օրը գործ արեց, վերջ մեղավոր է։ Դնում բացատրում էր, այտենց չի։ Շաբաթը մեր համար է, ոչ թե մենք շաբաթի համար ենք։ Շաբաթը մեզ պետք է ծառայի, ոչ թե մենք շաբաթին պետք է ծառայենք։ Տերը դրա համար է շաբաթը տվել։ Ինչևից է, Աստված մեզ օրհնի, աղոթք անենք։